Պարոն Բագրատյան, ձեր անունը տվեցին։ Հիմա հարց ունեմ։ Պարոն Բագրատյան, սենց չի։ Ոնց անի։ Եկեք իրար հետ գնանք, տեսեք որ հարց ունեմ։ Դա հարցը բաց թողեմ։ Խորհրդանուն նիստերի դալիճում ասում են, եթե ուզում եք հասկանալ ԲՀԿ-ն Քոչարյանի կողմից ստեղծվել, թե չէ, հարցրեք Սերգեյ Բագրատյանին, դուք ինչ կասեք։ Ես չգիտեմ ում կողմից ստեղծվել։ Բայց դուք անդամակցել եք այդ։ Դու ինչ, այսինքն ես դրա նախապատմությունը որտեղից պետք է իմանամ։ Հիմա կուսակցություններ կան, բոլորը գիտեք ով երբ ստեղծել, ինչ ստեղծել։ Ավելի շուտ եղել է որ գործող համակարգի դեմ որպես պայքարի հնարավորություն այդ պահին եղել է ԲՀԿ-ն։ Հանրապետականի դեմ մրցակցության պայքարի իմաստով։ Անդամագրվել ենք հետագայում 18 թվականի հեղափոխությունից հետո, երբ որ ԲՀԿ-ն ժողովրդի միացավ, ես այդ գծին կողմ էի, որի պատճառով նաև դուրս եկա, մի տարի մնացի առանց կուսակցական առանց խմբակցության, բոլորը գիտեք, անկախ պատգամավոր, մի տարի երբ որ ժամկետը լրացավ, հրավիրեցին ինձ քաղաքացիական կուսակցության, պայմանագիր կուսակցության հետ համատեղ ընտրություն ունենալու գործընկերներից, իր թույլտվությունը չունեն որ ասեն։ Եվ դուք Ծառուկյանին երկու տապալում ես մի տարի անկուսակցական էի այդ ժամանակ, այնպես չէր որ որևէ կուսակցության մեջ էի եւ պետքա այդպես խնդիր չկար, այսինքն ոնց որ հիմա ավարտվի, որից հետո պատգամավորներից որևէ մեկը դուրս եկած լինի որևէ կուսակցությունից, մեկ տարի հետո հրավիրեն մեկ այլ կուսակցություն։ Այստեղ նաև նիստերի դահլիճում նշվեց, որ Ակից եմ եղել այդ համակարգի դեմ պայքարի հարցում։ Եվ հիմա էլ եմ։ Բայց ոնց եք համակարգի դեմ եղել, դուք իշխանության կադր եք եղել։ Եկեք ճիշտ Մարզպետ եք եղել իրականությունը դա եղել է։ Սպասեք ասեմ, հա, այդ պայքարի արդյունքում եղել է մի պահ 12 թվին, 2007-ին չեղել, դրա ընթացքում չեղել, 12 թվին եղել է կոալիցիա։ Կոալիցիայի քվոտայով ես նշանակվում եմ մարզպետ։ Ես իմ մարզպետ եղած ժամանակ եւ 17 թվի պատգամավոր եղած ժամանակ իմ բոլոր ելույթները կարող եք նայել, որ հանրապետ բոլոր իմ ելույթները ուղղված ա եղել համակարգի դեմ։ Կարող եք նայել։ Հանրապետականի ժամանակ մարզպետ եք եղել, հանրապետականի դեմ եք։ Նայեք, տեսեք իմ ելույթները։ Ես 12 թվականին ավարտվել է կոալիցիոն գործընկերությունը։ Ասկնալվերել եք ավարտի նոր ելույթ ունենա։ 17 թվականին, երբ որ ես եղել եմ։ Մենակ խնդրում դեպքով դեպի տեսախոսները։ Չեմ կուտակել, միշտ սկսած 2000 թվից էլ առաջ ես պայքարել եմ համակարգի դեմ։ Բոլոր իմ ելույթները հրապարակային կարող եք նայել, բոլորը համակարգի դեմ պայքարի մասին է։ 2000 թվականից 2000 թվականից սկսած։ Բայց դուք 98 թվից սկսած 96-ին ես Թալան կոռուպցիա հանրապետականի ժամանակ տեսել եք ու այսպես նույն ժամանակ, երբ որ այդ կոռուպցիոն համակարգերը սխեմաները եղել են, գոյությունացել է իրավական համակարգ, որը ինչքանով որ կարողացել է բացահայտել է։ Մնացածի մասին խոսվում է հիմա։ Թալանի մաս չեք կա։ Եթե մաս կազմեին ինձ էլ պետք է նույն մեղադրանքը լիներ։ Ես իմ ելույթում նշեցի, որ համակարգային կոռուպցիա որ եղել է, դա չի նշանակում բոլոր պաշտոնյաները եղել են կոռուպցիոներներ։ Շատ պարկեշտ մարդիկ են եղել տարբեր պաշտոններում, բայց համակարգային խնդիրների լուծման ժամանակ, օրինակ, եթե պետքա ապրանքները չմաքսազերծվեր, այլ դրանից ստվերային գումարներ գոյանար, տվյալ մաքսայինի պետը, որ Արմեն Ավետիսյանն էր, ստեղծել էր այդ համակարգը, որպեսզի այլ ապրանքի տակ, այլ ապրանքեր մաքսազերծեն եւ չվճարեն այդ մաքսերը։ Եվ այդ գումարը հավաքվեր գնար իր մոտ։ Հետագայում թե ինքը ինչ պիտի աներ դա չունեմ որևէ ապացույց որ ասեմ, բայց իր մոտ հավաքվելու փաստը արձանագրված է քրեական գործով եւ եթե գիտեք իրենից հյուրանոց, միջոցներ եւ այլն վերցրել է պետությունը։ Բա հիմա իշխանություն եք, հիմա էլ իշխանության մաս եք, բան չեք բռնում այդ բոլոր։ Բայց հիմա տեսնեք որ բռնում են։ Բոլորս ենք տեսնում։ տեսակ ձեր նախին Տեսեք, ես ես ասեմ մի բան։ Իմ համար նորից եմ ասում։ Անձերի խնդիրը ես ասացի որ համակարգային է խնդիր։ Եթե համակարգային խնդիրը ճիշտ դրված է, բաղուց պետք է կալանավորված լիներ։ Դուք ինչ եք կարծում, բայց հիմա ձեր բոլոր ասածները ես պիտի մեկնաբանեմ։ Ես ասում եմ որ ես ձեզ ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ որ ով է օրենքի հետ խնդիր ունենա, այդ թվում ես պետք է պատասխանատվություն կրեք։ Աշկանդված եք, պարոն Բագրատյան։ Բա դուք իր թիմի մաս եք եղել։ Այն ժամանակ ստորագրություններ եք Բայց լավ ինչ զգացեք, որ այդ 70 տարեկան մարդուն տապալին գետին։ Դուք ինչ զգացեք։ Ես ասում եմ պետք է աշխատել միայն օրենքի դաշտում։ Միայն։ Օրենքից դուրս ոչինչ չի կարելի։ Հա բայց երբ որ տապալեցին դուք ինչի բան չասեք։ Օրենքները պետք է բացեք նայեք, ես օրենքի